Սկսեմ մի պատմությունից, Կոմիտասի պատմությունը, որ տեղի ունեցել 1874 թվականին, երբ որ Կոմիտասը 5 տարեկան էր։ Տեղի ունեցել հեռու իր ծննդավայրից մի ուրիշ պատմություն, որը շատ մեծ կապ ուներ իր հետ, թե ինչի ինքը եկավ։ Ուրեմն 1874 թվականին Գարեգին Սրվանտետյանցը հայտնաբերեց Սավսի Դավիթ էպոսը, հրատարակեց, մեծ հեղափոխություն առաջացավ Հայաստանում, որ այսպիսի ժողովուրդը մշակույթ ունի, որովհետև մինչև այդ այն կարծիքներ, որ ժողովուրդը առանձնապես բան չի պահել եւ ժողովրդին ուշադրություն չէին դարձնում, հայ ժողովրդին։ Այն ժամանակ չկար հասկացողություն սասունցի, վանեցի, մշեցի, ալաշկերտցի, ակնցի, լոռեցի, սյունիքցի, այդ հասկացությունները հիմնականում գործում էին, ասենք, եկեղեցական կենտրոնների եւ իշխանական տոհմերի համար, բայց ասենք սասունցի, որ ինչ-որ սասունցիկ պարեր են պարում, երգեր են երգում, կամ ասենք վանեցի քարսանյաց երգեր, այդպիսի բան հասկացողություն չկար, ընդհանրապես ազգային այդ նույնիսկ ռաֆու վեպերում այդ բանը չկա, նույնիսկ ռաֆու վեպերում, երբ որ ուզում է ազգային բան ներկայացնի ինքը, ներկայացնում է եկեղեցական ինչ-որ բան եւ ներկայացնում է ինչ-որ քննադատական հավատալիքներ, որ այդպես էս ծեսեր են անում, տրնդես բան, հետամնաց բան, դեռ կարծում են, որ այս ժողովուրդը ինչ-որ անհասկանալի մի բան է եւ իշխանական զարմից պիտի գա մեր ամենաիմաստությունը հայերի եւ հայերի մշակույթը պիտի գա իշխանական տոհմերից, ազնվական տոհմերից, որոնք քաղաքներում էին բնակվում, ազգանունները դրել էին Ամատունի, Բագրատունի եւ այլն, Մամիկոնյան, ու ասում են մենք այնքան մոդա էր, որ նույնիսկ Թումանյանը սկսեց ասել, որ մենք Մամիկոնյանների ցեղից ենք, որովհետեւ ամեն մեկը պիտի իրան մի հատ քտներ տես, ճյուղ, որ ինքը կամ Բագրատունից կամ այնտեղից, ես կարծում եմ, որ դա հեքիաթ է։ Եվ 78 թվականին 1878 թվականին, երբ որ Կոմիտասը 9 տարեկան էր, Պոլսի կաթողիկոսարանը Գարեգին Սրվանտյանցին ֆինանսավորեց եւ գործուղեց, որ գնա ամբողջ Հայաստանով շրջի ու գա պատմի, որովհետեւ Հայաստանը Արցախից մինչև Մալաթիա մոտ 280,000 քառակուսի կիլոմետր այդ տարածքը։ Պիտի սպասեր կաթողիկոսանից տեղը, որ էշը նստած, ցայլը լծած մեկը հազարավոր կիլոմետրեր, այստեղից Արցախ ինչքան է, 500 կիլոմետր, չէ՞, հազարավոր կիլոմետրեր կտրեր այդ էշով ամիսներով հասներ, որ գար ասեր ես եկել եմ ես իշտեղից, մեր մոտ այսքան ծուղ կա, այսքան տուն կա, այսքանը գնացել են, այսքան քուրդ են լցվել, այն մյուս գյուղը էլ չկա, այնտեղ մենակ թուրքեր են ապրում, մեր այս եկեղեցին չկա, նոր եք իմանում, կես տարիա չկա, մզկիթ ա դառել, որովհետև մոլլան մտավ եւ երգեց, եւ երբ որ մոլլան մտնում նամազը կանչում էր, ասում էր դուք այլևս աստեղ անելիք չունեք, արդեն սրբացվեց այստեղ, դուրս եկեք բոլորդ, կար տես մտներ, կանչեր ու հայերին դուս աներ։ Եվ Գարեգին Սրվանտյանցը գնաց շրջեց ամբողջ Հայաստանի այդ տարածքներով, դա պատմում եմ ինչ որ մեր պատմության դասագրքերում զարմանալիորեն չկա, գնաց շրջեց ոտքով, ամիսներով, իրան ոստիկան գցեցին, ինքը փորձանքներից պրծավ, չերքեզների սրից պրծավ, ավազակներից պրծավ, քնեց գիշերները գետնի վրա, եւ ամենալավ կերակուրը, որ նկարագրում է ուտել հաց, պանիր, մի կտոր բիբար, մի հատ վարուն, կանաչի, տենց հավեսով բան, գնաց մտավ այդ գյուղերը եւ ի վերջո սկսեց այդ բոլոր ամբողջ գրի առնել եւ հայտարարեց, որ ձեր ամբողջ տեղեկությունները սխալ են։ Նույնիսկ ձեր քարտեզներն են սխալ, ասում է Հայաստանի։ Դուք չգիտեք մեր որ գավառը որտեղ է գտնվում, դա գրել է, որ այս ինչ բանը հարավում չի, հյուսիսում է։ Հարքը ստեղ չի, հարքը է, որ գիտեին այդտեղ չի, այն կողմն է։ Մի քիչ արևմուտք ստեղ է, այս ձեր տեղեկությունները, այս յուղերը չկան, այս յուղերը կան, այս յուղեր կան, չգիտեք, ստեղ սենց ժողովուրդը ապրում, այս ժողովուրդը մեղր է սարքում, անասուն է պահում, հարցները պարեր են պարում, այս ինչ տեղը թուրքերը վրա են տվել շատացել են, ստեղ քրդերը թալանում են, այս ինչ տեղը հայերը պաշտպանվում են, ոչ ոք չի կարողանում ռիսկանի մոտիկ գա, ակնում էսպես է, խարբերթում էսպես է, չգիտեմ, բան, եւ այդ մարդը երբ որ շրջեց, գրեց մի բան, որ ամբողջ հայության մեջ հեղափոխություն առաջացրեց։ Գրեց մի բան, որ ոչ կաթոլիկ եկեղեցին, ոչ ռուսական եկեղեցին, ոչ եկեղեցիների ուղղություններում որևէ հոգեվորական
որևէ աթոռանիստ տեղ, ինչպես Պոլսի աթոռանիստներ, որ հրատարակում էին, երբեք ոչ մեկ այդպիսի բան չի հրատարակել։ Այսինքն, եթե այդպիսի բան, որ ասեմ ինչ են հրատարակեին, նրանց կհամարեին հերետիկոս, հեթանոս կամ հերետիկոս կամ բան։ Նա գրեց եւ տպեց եւ Պոլսի պատրիարքարանը դա տպեց ոնց որ քարի վրա քանդակված խոսքեր։ Նա ասում է, երբ որ ես շրջեցի Հայաստանով հայրենի հողով եւ երբ որ հասա ծոփած աշխարհ, ծոփքը Խարբերդի կողմերն է, եւ ծովք լճի մոտ երբ որ հասա, ծովք լիճը, այլևս չհամբերեցի, ասում է, որ տեսել էր արդեն Հայաստանը։ Ասում է, երեսնիվայր փռվեցի հողին եւ ասում է, արջուզեցի աչքերս երկինք բարձրացնել։ Երկինքեն մեծ փառք էի գտել, երկնային արքայությունից մեծ փառք էի գտել, հայրենի հողը։ Եվ ասում է, կերա ես այդ հողը, քարերը կրծեցի, արցունքներս թափեցի եւ առաջի անգամ հայրի մեջ բացվեց, որ այդ երկնային արքայությունը, այդ դրախտը, որ խոսք են տալի իրանց ոտքի տակ է, պետք է այդ երկրին տեր կանգնեն։ Եվ այդպիսի բան եկեղեցին տպի, որ հրատարակի, որ երկնային արքայությունից մեծ փառք, դա հայրենի հողն է, սկսվեց հայրենապաշտությունը։ Այսինքն եկեղեցի այդ հարյուրավոր տարիների ընթացքում, ես եկեղեցուն բան չեմ ասում, դա այդպես պետք է լիներ, հարյուրավոր տարիների ընթացքում ժողովուրդը, որ եղել է գյուղերում ծվարած հազարավոր տարիներ լեռների մեջ, անտեսված է եղել, դուք չեք գտնի նրա մասին գրված որևէ պատմության գրքում։ Դրանք իշխանների պատմություն են։ Այդ ժողովրդի մասին ընդհանրապես ամբողջ միջնադարյան պատմության մեջ ոչինչ չի գրված, ով է այդ ժողովուրդը, ինչով է զբաղված, առաջ ինչ արե, հիմա ինչ անում, բայց պարզվեց, որ այդտեղ ապրում է մի ժողովուրդ, որը պահպանել է իր հազարամյակների մշակույթը, իր ծեսը, իր պարը, իր երգը, այն երգի ելևէջները, որ Կոմիտասն ասում է, այնքան հին են, որ ծնունդ են առել հայ ժողովրդի հետ միասին, երբ հայ ժողովուրդն է ծնունդ առել ու իր հետ եկել հասել են մինչև մեր օրերը։ Այդքան հին են ասում այդ երգերը, բառերը չէ, մեղեդիները այդ, որ ինքը ուսումնասիրեց։ Եվ այդ հայրենապաշտությունը տարավ հետև, որ երկրորդ հոգևորականը, որ կար, որ Գարեգին Սրվացյանի մեջք էր կանգնում, նա ևս այդ հողի մասին սկսեց խոսել արդեն եկեղեցում, ոչ թե երկնային արքայության։ Նա ասեց, որ Խրիմյան հայրիկը գրեց, որ պապիկը թորնիկին ամուսնացնելուց, ասում է, եկեղեցու պսակը քեզ քիչ է, որ ամուսնացել ես Շուշանիկի հետ։ Արի, դա քիչ է, պապիկը քեզ պիտի պսակի, տանում է դաշտ, ձեռքը դիր մաճի վրա, հիմա 40 տարվա մաճկալ պապիկ քեզի կամուսնացնի հողի հետ։ Հողի հետ պիտի ամուսնանաս, ասում է, սա է պսակը։ Եվ այս հող չթողուս, չգնաս այս հող թողուս ուրիշ երկիր, կկորես, չթողես այս հող։ Եվ սկսվեց այդ պաշտամունքը։ Եվ Կոմիտասը ասեց նույն բանը, երբ որ Կոմիտասին նկարեցին Փարիզում գլխին լուսապսակ եւ ուզում էին այդ նկարը տանեին յուղաներ դնեին եկեղեցում, Կոմիտասը այդ նկարը, Կոմիտասը ասեց ջնջեք, նախ ջնջիր նկարիչին, լրիվ ջնջի, նկարիչը արցունքն աշկերին ջնջեց եւ ասեց, հիշի ասեց, ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին, չկա այդպիսի բան։ Ահա սա ծնեց այդ միջավայրը, որ Գևորգ 4-րդ կաթողիկոսը հիմնեց ճեմարանը եւ այդ ճեմարանը, որ պիտի գար Կոմիտասը սովորելու, որ չգիտեր հայերեն, խոսում էր թուրքերեն, ահա այդ ճեմարանի առաջի շրջանավարտներից ոչ մեկը հոգևորական չի դարձել։ Ուրեմն մի քանի տարի ավարտական տարի, այսինքն 6 տարով էր, մի քանի շրջանավարտներ, ուշադիր լսեք, հոգևորական ոչ մեկը չի դարձել, բոլորը դարձել են հայագետներ, ճեմարանը հիմնեց որպես հայագիտական կենտրոն, առաջի անգամ եկեղեցում սկսվեց ուսումնասիրել հեթանոսական Հայաստանը, թե ով են եղել նախքան քրիստոնեությունը, ինչ հնություններ կան, ինչպիսի առասպելներ կան, անցնում են դա, Աբեղյանն էլ մշակում էր հետո, դա անցնում են եկեղեցում, և
Կոմիտասը երբ որ եկավ, արդեն այդ մթնոլորտն էր եկեղեցում, ճանաչել ժողովրդին։ Ինքը որ եկավ Գևորգ 4-րդ կաթողիկոսն էր։ Կոմիտասը չգիտեր հայերեն, որովհետև իր նախնիները Գողթան գավառից էին, գաղթել էին Կուտինա, իսկ Կուտինայում այդ թվին, որ գաղթել էին 1700-ական թվականներին, հայերեն խոսելը արգելված էր, որևէ թուրք իրավունք ուներ կտրելու լեզուն հայի փողոցում, եթե տենա հայերեն է խոսում, եւ ահա Գողթան գավառի այդ համայնքը, մենակ իրանք չէին Գողթան գավառից, դարել էին թրքախոս։ Կոմիտասին, որ բերեցին Էջմիածին, պատահաբար, այսինքն 20 երեխայից ընտրել էին, մի որբ էին ուզել, ինքը այնտեղ անգիր գիտեր հայերեն երգերը երգեց, ընդունեցին Էջմիածին, սկսեց այդ մթնոլորտում սովորել եւ այլն, առաջի անգամ տեսավ հայկական պարը, առաջի անգամ լսեց հայկական երգը եւ Խրիմյան հայրիկը, երբ որ դարձավ կաթողիկոս, նրան մեջք ու թիկուն կանգնեց։ Նույն Խրիմյան հայրիկը, որ գերմանացի հնագետներին կանչեց ու ասեց. «Ինչ եք փնտրում», ասին մենք պեղում ենք Հայաստանում, հնություններ ենք փնտրում, ասեց գիտեք, ես մի հատ հնություն ունեմ, որ շատ հին է։ Գերմանացի գիտնական ասեց ինչքան հին, միջնադար չի, ասեց ավելի 5-րդ դար, չի, ասեց ավելի հին։ Ինչքան, ասեց Քրիստոսից էլ առաջ։ Քրիստոսից առաջ հնություն կա ձեր մոտ, ասեց հա, Մովսեսից էլ առաջ։ Խրիմյան հայրիկի բառերն է։ Մովսեսից էլ հին հնություն։ Բա ուր է, բերեք ցույց տամ, ասում է իմ ժողովուրդն է, այնա գնա նայ, ասում է, ժողովրդին թողած ընկել ես քարեր ես պեղում։ Եվ ահա այդ ժամանակ մարդիկ գնացին պեղելու ժողովրդին, եւ Կոմիտասի ֆենոմենը նա էր, որ երբ որ նա եկավ Էջմիածին այդ տղան, նա միանգամից հենց հայերեն լեզուն սովորեց, անմիջապես ճանաչեց հայ երգը։ Առաջի անգամ ճանաչեց, միջև այդ չէին տարբերում։ Նույնիսկ ասենք Եկմալյանը կարող է գրառեր ունենար 10 երգ, ինքը չիմանար այդ 10-ից որն է հայկական։ Կարող է այդ 10-ից իմանար, որ հեսա հայկական է այս երկուսը, բայց այս 3-ն էլ է հայկական, բայց այդ 3-ը հայկական չեն, թարապես։ Եվ Փարիզի հանրագիտարանը, երբ որ գրում են հայերը չունեն ինքնուրույն երաժշտություն, հայերը միայն օտարների երաժշտությունն են յուրացնում, իրանք մեղք չունեին, որովհետև քաղաքում ինչ որ լսում էին հայերը ինչ երգարան որ տպում էին հայրենասիրական երգեր եվրոպական եղանակներով, տպում էին ռուսական ռոմանսներով երգեր հայերեն, որ հայը մեջը հեշտ բան չի որ ջոկես։ Ասենք Արիմ Սոխակը, չէ՞։ Արիմ Սոխակ, արիմ, դա Կազաչենկոյի ռոմանսն է։ Ասենք «Я любил тебя, мой любимый друг», ռուսական ռոմանս է, բայց հայերը լիքը տենց երգեր են երգում։ Ոնց որ հովիվը սարում տխրեց, կամ ոնց որ հիմա ասենք երեխեքը երգում են «Քերին եկավ մեր բակը, դուլուլու դուլուլու մեր բակը», Էդվարդ Միրզոյանը երկրորդ սիմֆոնիայի մեջ օգտագործել է, բայց դա առաջի անգամ Հայաստանում տպել է Ռոմանոս Մելիքյան մանկական ժողովրդական երգեր տարբեր ազգերի, որտեղ կա այդ երգը գրած ռուսական ժողովրդական երգ, քերին եկավ մեր օրինակ։ Այդ տղան առանց սովորելու գնաց կանգնեց Արարատի դիմաց եւ ասեց. «Սա մեր երգն է»։ Միանգամից ճանաչեց, այդպես է եղել։ Կրթված մարդիկ Չուխաջան իրանից առաջ եղել է, Կարամուրզակար, Եկմալյան կար, բանկար շփոթում էին։ Նա գնաց գրառեց շեդևրներ։ Այդ պատանին, որ նոր հայերեն էր սովորել, ասենք ճեմարանական ընկերը իրան տանում է իրանց գյուղ, ինքը մտնում է այդ գյուղ, ասենք տենում է ծաղկի տոնա, ջանգյուլում, որ ասում են համբարձման, հավաքված երգում են, միշտ էլ երգել են, բայց ոչ ոք միանգամից գրանցում է։ Եվ այնպես է սովորում այդ երգ գրանցելը ընթացքում, որ միջև այսօր չի գերազանցվել։ Ես ձեզ ասեմ, ամբողջ աշխարհում, Եվրոպայում չկա ֆոլկլորի գրանցումներ, ֆոլկլորիստ, որը նոտաներով ձևակերպել է այնպես վարպետորեն, ինչպես Կոմիտասի աշխարհում չկա։ Այդպիսի նույնիսկ Բարտոկի գրանցումները, Կոդայի, բանի զիջում են այդ ձևակերպումներին։ Հայերը ունեցել են խազեր մեզանից 1000 տարի առաջ, որոնցով նոտագրում են եկեղեցական երաժշտությունը։ Այդ նշանների բանալին Կոմիտասի ժամանակ կորած էր արդեն մոտ 350 տարի, չէին կարողանում կարդալ։ Հայերը ստեղծել են մի հատ նոր նոտագրություն, նոր, այդ նույն նշաններից 7 ձայներից լիմոնճան սիստեմ, որպեսզի իրանց երգերը գրառեն։
Ընդհանրապես հայերը ունեն մի միտում իրանց երաժշտությունը դուրս չտալու։ Մենք օրինակ խազերի դասագիր չենք պահպանել, ի բացառություն բյուզանդական մշակույթի, լատինական մշակույթի, ռուսական մշակույթի, որովհետև Հայաստանում գոյություն ուներ սովորելու առվոտս ուսուցչի, առվոտս նորա սիստեմը։ Դա միած սիստեմ էր սովորելու առվոտս նրա, որ դու գնում ես ուսուցչի ոտը, որպես ծառա, եւ կարող է 20 տարի իր մոտ ծառայես, եւ 20 տարում ինքը քեզ կամած գիտելիք բաց թողի, որպես արես, քերականություն սովորես, եւ նույնիսկ կարող է շահագործի քեզ, դու աշխատում ես այգի ես մշակում, սենց ինքը գիտելիք չի տալի։ Միջև Կոմիտասը եւ Գևորգ 4 կաթողիկոսը այդ սիստեմն էր գործում, առվոտս նորա։ Դրանից փախավ Մղթար Սեբաստացին։ Մղթար Սեբաստացում առվոտս նորա բերեցին Էջմիածին, գցին մեկի ձեռը, որ ստրուկի պես էր պահում։ Եվ երբ որ պետք է դաս տարեն մյուս աբեղանին, իրան ասում էր դուրս արի, որ չլսի, հանգարց չսովորի, որտեղ պետք է կամած բաց թողնի։ Եվ մեր խազերը, որ կորան, դա հենց դրա պատճառը Կոմիտասն է գնում, դա էր, որ գաղտնի էին պահում եւ չէին։ Բայց հայերը նույնիսկ ուզեցին գաղտնի պահել իրանց երաժշտությունը այն թվին լուսավոր դարում, որ ամբողջ Եվրոպան նոտաներով գրում էր։ 1800-ական թվականներին այդ նոր նոտագրություն ստեղծեցին, ոչ թե հնգագծի համար, որ ասում են, որ հեշտ է թղթի, ոչ։ Հայերը գիտեն եվրոպական նոտագրությունը, պոլիսում ուսանած։ Իրանք ստեղծեցին մի նոտագրություն, որ հանգարց մեր եկեղեցական երաժշտությունը եվրոպացու ձեռքը չընկնի։ Եվ նույնիսկ Կոմիտասը երբ պոլիսում համերգ տվեց եւ հնչեցրեց դրսում մեր հոգեվոր երաժշտությունը, ելի եկեղեցին խառնվեց իրար, որ չի կարելի, բեմից, էսի չես անում։ Մեր երաժշտությունը պիտի լսեն եկեղեցուց ներս։ Եվ եկեղեցուց ներս էլ, երբ որ մի հատ օտարներ են գալի, դելեգացիա, որ ասում են գերմանացի կամ ասենք ռուս, ամբողջ փսփսոց հնգնում էր, գերմանացի է կանգնած, մեր երգերը երգում ենք ֆրանսիացի է կանգնած, եւ այդ սարքել էին փեշակ, լիմոնճան սիստեմի մացողները, եւ աշակերտներին սովորացնելուց չոքացնում ասում են, որ այդ ոչ մեկի չի սովորացնի։ Դա դարձել էր հատուկ գաղտնի մի բան։ Բայց Կոմիտասը բոլոր երգերը ժողովրդական գրանցել է այդ սիստեմով, որտեղ դա էր սովորել սկզբից։ Հազարներով։ Երբ որ ասում եմ չկա այդ մակարդակի գրանցում, խոսքը հենց նոտաների մասին է, այդ սիստեմը պարզ գրանցած է, այսինքն դո, մի, ֆա, տեմպերը, կարած փոխես եվրոպականի, տեսնես։ Այդ մակարդակի գրանցում, երբ որ ինքը գրանցել է այդ թվին հավիկը, տաղը, օրինակ, չկա աշխարհում։ Ես նայել եմ, չի եղել, ոչ հնդիկների մոտ, ոչ բան, որ ասում է Կոմիտաս չեն ունեցել ուրիշ ազգեր, ոչ թե նրա համար, իրանք ունեցել են երաժշտություն, ոնց որ մենք ունենք, ես շոունից բան, բարձր երաժշտություն, բարձր, բայց չի եղել այդ Կոմիտասը, որ այդ ինչ որ ես եմ ասում։ Դրա համար դուք շատ ազգերի մոտ որ գնաք ուզեք 20 երգ ժողովրդական, իրանք ձեզ կդժվարանան 20 երգ բերեն տան։ Ես ուզել եմ աշխարհամտը։ Իրանք չեն իմանա, որ 20 երգը ջոկեն, որտեվ այդ 20 երգից 10-ը կարող է լինի ոչ իրանց ազգի, ուղղակի քաղաքային շանսոն։ Գնացեք ֆրանսիացիներից 50 հատ երգ ուզեք, ժողովրդական երգ։ Խառը կբեր, մեզնից որ ուզեն, դուք անսխալ Կոմիտասի 1000 երգից ուզածդ 20-ը ջոկի տարտուր, որ ոչ մեկի նման չի աշխարհում, ոչ արևելյան երաժշտության, ոչ եվրոպական երաժշտության, անշփոթելիորեն դա մի լեզու է, մի ազգի, որ անմիջապես երևում է, որ դա այդ լեզուն է։ Ուրեմն անցնենք առաջ։ Կոմիտասը գրառեց հազարավոր երգեր գյուղերից եւ գրառեց այն շեդևրներ, որոնք ոչ ոք չէր մտածում, որ այդպիսի բաներ կարող է լինի։ Լոռիում երգում էին Գութանի երգը հազարավոր տարիներ, մարդիկ միշտ հողը վարելուց երգել են։ Եվ հայերը հացի արարման փուլերի բոլոր երգերը պահպանել էին, որը շատ մեծ գանձ է համարվում ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության համար, որովհետև հացը համարվում է քաղաքակրթության հիմքերից մեկը։ Այսինքն հայերը պահպանել էին նախավարի երգը, որ գնում ես վարելու երգը, ցանելու երգը, երաշտի դեմ ծեսերի երգերը, որ երաշտի դեմ ծես պիտի անենք, որ ազրև գա, պահպանել էին ուրեմն սայլով կրելու երգը, որ խնձում ես սայլով տանում ես, կարսելու երգը, որ պիտի կարսես ցորերը թեփից առանձնացնես, աղալու երգը, հա, հաստխելու երգը։ Եվ երբ որ Կոմիտասը գնում է լոռի, բոլորը լսել էին այդ երգը, բայց իրանց համար դա երգ չէր։ Նույնիսկ երաժիշտները չէին հասկանում, որ դա երգ է։
մտածում են, որ սա վայրենի բացականչությունների բան է։ Հիմա որպեսզի ես ճիշտ Կոմիտասին բացատրեմ այդ արած գործը, ուզում եմ մի բան ասել։ Ուզում եմ խոսել մեր բնության տարածքի մասին։ Հայաստանը, արևելյան Հայաստանը եւ արևմտյան Հայաստանը իր բնաշխարհով, լեռներով, ձորերով, լճերով, գետերով այնպիսի մի հրաշք դրախտային գեղեցկություն ուներ եւ ամեն մեկը յուրահատուկ, Վանի բնությունը ուրիշ ձև, ակնը, որ գնում ես ծակքարով դուրս ես գալիս այրերի մեջից, հետո պիտի աշճաններով բարձրանաս ու հանգարց դեմդ բացվում է Եփրատ գետ, այդ բիբլիական ու այգիները ակնի, որտեղ օրոցայինն են երգում, ամեն մի բնություն ուներ իր հրաշքը եւ այդտեղ հազարավոր տարիներ ծվարած այդ ժողովուրդը ապրել է իր օրենքներով, իր բնության մեջ ոնց որ տուն, բնությունը իր համար տուն է եղել։ Եթե դուք գնաք Արևտարաստան Կաղզվանը նայեք կամ այդ տեղերը կզգաք ոնց որ տուն լինի դուրսը։ Ինքը ապրել է որպես տուն։ Հիմա շատ դժվար է 20-րդ դարի մարդու համար երբեմն այդ երգերը ընկալելը, որովհետև դրանք բնության երգեր են։ Դրանց մեջ միշտ կա արևի կանչի ելևեջը, նա նման է իր երկրին, իր հողին, իր տարածքին։ Եվ մենք հիմա որ շենքերում ենք ապրում, այդ ժողովուրդը ապրում էր իր փակ համակարգով, իր ծեսով, իր գերդաստանով, մի գերդաստանում Սասունում մուշում կային մինչև 70 մարդ, որը ապրում էր մի ընտանիքով մի հոգվար, իր օրենքներով, որը շատ սխալ մեկնաբանում էին մենք որոշ մտավորականներ հերոստալիքով, որի փեր այդ օրենքները, որ ասում է պապական օրենքներ, կինը բերանը փակ, չգիտեմ ոնց բան, այդպիսի բաներ չի եղել։ Այդ օրենքները եղել են շատ դեմոկրատական օրենքներ, որոշ շրջաններում կինն ա ղեկավարել ամբողջ գերդաստանը, ոնց որ Արցախում կամ Սյունիքի կողմերը տղամարդը համարյա խոսք չունի, եթե տան տատը կար, ես այդ տեսել եմ։ Եվ այս ժողովուրդը քաղաքացին տեղյակ էր աշխարից, բայց հայ ժողովուրդը լեռներում ապրող աշխարից տեղյակ չէր։ Ռաֆին ասում է, որ հայ գյուղացին այն հորիզոնից եկում գիտի, որ ինչ-որ հայրենակիցներ կան ապրող, բայց չի տեսել, հորիզոնից եկում չգիտի ինչ աշխարհը, հորիզոնից։ Ինքը գիտի այդտեղ միշտ աշխարհը դա է։ Դե պատկերացրեք այդպիսի մի ժողովուրդ այդ ավանդույթներով, այդ տեսակով, եւ Եվրոպա, Թուրքիա ու այդ գազանությունները։ Այնպիսի մի միամիջորդ, որը 20-րդ դարում սասունցիները Սուլթան Համիդի կոտորածի վաղ կարան անգլիացիներին նամակ գրեն աշխարհի մարդասեր ժողովրդին։ Անգլիացու։ Այդ արդեն այդ նամակը հերիք էր, որ իրան չհարգի Եվրոպան, որ վերցնում էր, ասում էր սրանք ընդհանրապես սրանք ուղեղ ունեն, ասում են չէ, չունեն, ասում են ինչ ձևի ազգին, ասում են գիժ։ Ամեն մարդով, եթե շփվես Սարվորի չոբանի հետ, կարաս հոգեբուժի թուղթ տաս։ Բեղերը սրած, աշները չարտեքը թռած, ասում է, բան են պատմում, պատմություններ, էպոս, բան, հելնում, չվան են խաղում այդ քանդրբազի, շուրջ պարեն բռնում, պարում են միջև դմդպաստելով իշքան, ասում է, մի ժամ, 2, 3, 4, չի ասում է, 2-3 օր իրար փոխարինում են, ասում է, 7 օր հարսանիք են անում, ոնց 7 օր, հա, 7 օր հարսանիք են անում, 7 օր հարսանիք են անում, հարսը փեսու հետ մտնում առագած տունը շրջապատում են, ասում են գորռալ կարասների խփել, միջև կուսության ապացույցը բերեն, որ մյուս օրը դարձանան արևը դիմավորեն։ Ես մեր ժողովրդը ի՞նչ է ուզում էլ բան ասում է։ Բայց մա գերմանացիք բերել են թնդանոթները դրել, թուրքերը հետ խփում են, հետա կոտորում են, մի 100,000 մարդ ընդեն սպանել ընդեն։ Այդ խոսքը կա, չէ, իրանց մորթում են, իրանք չեն հավատում աչքերին, նայում են։ Ասում են ո՞նց կարա մարդը սենց լինի գազան։ Դրանք հանգարց ուշքի եկան, այդքան 800 տարի լծի տակ այդ ժողովուրդը եւ Կոմիտասի կամ այդ երկին, որ ասում եմ ինչի չեն բաներել։ Կոմիտասը որ գնաց օրինակ լորի գրառելու Գութանի երգը, ինքը գնաց գյուղացուտուն, հյուրընկալեց, ասես լսել եմ որ ունեք լավ երգ, ասին հա ունենք, ինչ երգ։ Մենք աշխատելուց ամեն գործանելուց էլ երգում ենք։ Խնոցի հարելուց խնոցի երգ են երգում, չգիտեմ, բուրդը թաղիկ ծեծելուց թաղիկ ծեծելու երգ, կովը կթելուց կովը կթելու երգ, մեր ժողովուրդը ամեն աշխատանքային երգ ուներ։ Դե ասեց երգեք, ասին չէ, հիմա գութանանելու ժամանակը չի, չենք երգի։ Երգում ենք, չենք կարա տունը նստած գութանի երգ երգենք։ Եվ Կոմիտասն ասեց, ժողովուրդը գործողությունից դուրս չի հասկանում երաժշտություն, ձեզ չգիտի։ Ու իրան չես կարա հարսանիք չլնի, ասես հարսանիքի երգ երգի, որն է, մի հատ ասա լսեմ։ Շուտ ասի ոնց, ինչի համար երգեմ։ Հարսանիքի երգի երգում են, երբ որ
ասենք օրինակ հարսին տնից հանում են կամ հարսին ոչ ես կարող ասես մի հատ հլա հարսի լացը երկի որ հորդ տնից գնում ես ոնց կարող է դստի լացի ու երկի այդ երկը եւ իր կոմիտասը գնաց հետ սպասեց որ գա այդ վարելու վաղ նորից եկավ ասեց հիմա վաղն է հա հիմա վաղն է գնացին գիշերը տարան գութանը լծեցին երեխեքը կանանցով եկան հետարքիր նայեն բան միջև այդ ինքը շրջում էր գյուղում գրառում էր ամեն գյուղուր գնում էր դե հայ գյուղացիներ գիտեք ինքը արևմտահայ էր բայց կոմիտասը ամեն բարբար յուրացրել էր լոռեցին մտածում էր լոռեցիա վանեցին գիտեր վանեցիա վանի բարբառով էր խոսում պորիսեցիների հետ պորսի բարբառով թումանի հետ լորվա բարբառով բոլոր լեզուները գիտեր եւ բանը Եվ գիշերը իհարկե մնում էր տունը, զրույց էին անում այնտեղ, պառավ, մառավ, նստած, նա լսում էր այդ հին պատմությունները, ինչ առասպել գիտեն, ինչ չգիտեն։ Եվ գութաներգը որ սկսվեց այդ գութանը վարելը, դա իր համար մի հատ քաղաքակրթության հրաշք էր, որ ինքը համարում էր սա մի քաղաքակրթության մեծ բան է, որ պահպանվել է աշխարհում, եւ ինքը դա պետք է տանի աշխարհին ցույց տա։ Ինքը դա տարավ Փարիզ։ Դա ամենամեծ ուսումնասիրությունն է, որ ինքը կատարել է մի երկի, գրել է գիտական աշխատություն մի երկի մասին։ Նա նայեց, որ այս գյուղացիները բերեցին լուծը, այսինքն լծում են մի քանի եզներ կամ 12 եզ, մի գութան, պապական են մեծ գութանը, ու սկսում են խմբով վարել։ Ուրեմն հոտաղը թռնում է այդ մեջքին, եզան քշում, մեկը ուրեմն այդ գութանի վրա նստում, ու սկսում են հորովել տալ, հորո գնա։ Եվ պարզվեց, որ սա երկը ունի մասեր, որ կապված է արողության հետ։ Մեկը, որ քշում ես եզանը, որ գնա, եւ այդ ժամանակ հատուկ ռիթմ կա 5 տա որտեվ այդ ռիթմով եւ երբ որ հասնում է հողի ծայրը, պիտի հանգստանան արդեն, որ պտտվեն, չէ՞ մյուսակոսը վարի դանդաղ։ Այդ ժամանակ արագացնում է երկը, որ հասանք, հա վերջացավ եւ հետո փաղաքշական մասը երկում, որ հորոլ, ջան, բան հանգիստ եւ հետո նորից գութանը շուռ են տալի դնում են, նորից սկսվում է։ Եվ հետո գալիս են այդ ժամանակ տենում է, որ գիտեն կոմիտասը մի հատ տեր թուղթը ձեռին գրառով գնում է այդ բանով, իդեպ հիշում էր։ Ուրեմն 1080 քանի թվին Վարդաբլուր գյուղը կազմակերպեց գութաներգի գրառման այդ 80-ամյակը կարծեմ, մեծ սեղաններ են գյուղում գցել բան, արտասահմանից էլ մարդ կար, ասում են տենաս աշխարհում կա մի ազգ, որ մի երկի համար ասես մեծ տոնախմբություն կազմակերպի, որ այդ երկը գրառվել է իր մոտ։ Մեծ սեղաններ էին գցել, քեֆ, ուրախություն, մի հատ բիձա բերեցին, թևեր լնգած, մի 90-100 տարեկան։ Եկավ կանգնեց, ասին դե պապի, ամբողջ ժողովուրդը հավաքվել, միկրոֆոնը դրել են, ասեց, որ ես երեխայի 7 տարեկան ասեց, տերն եկավ, թուղթը ձեռին, էս ինչը վարում էր, էս ինչած էս անուններով ասում էր։ Տերն էլ ակոսների մեջ ձեռով գնում էր, սա զարմացած նայում են ասում այսինչ, ժողովուրդը սիրում է, չէ՞ այդ տարբերություն, հենց որ մի գրառող էր գնում շրջապատում էին, բոլորը։ Գրառելուց հետո շատ մտածեց, սրա մեջ ինչ որ օրինաչափություն կա, որովհետև ինքը բացականչություններ էր գրառում բան, եւ գտա, որ 5-ն է օրինաչափությունը այս երկի մեջ եւ մեծ ուսումնասիրություն արեց, որ 5 վանք ունեն Ուրեմն 5 վանկերից է, 5 տող է բառերը, 5 վանկից բաղկացած, ռիթմը 5 է, տա կամ տա, ուրեմն 5 հատ ելևեջ է իշտում վերևից ներքև, երկի մեջ, եւ ամեն ելևեջը ունի 5 նոտա։ Ամեն ինչ 5 թվի վրա է հիմնված, եւ ինքը ասում է սա նրանից է, որ ինքը բնության երգ է, ինքը բնական երգ է, ինքը մոտարապես, որ այդ երգը լսել է, Մարտիրոս Սարյանն ասել է, ով ասում, որ հողը երգ չունի, ասում է սա հողի երգն է, որ մարդը լսել է, սկսել է կրկնօրինակել, դրա համար իր մեջ օրինաչափություններ կան, տիեզերական, եւ կոմիտասը այդ գիտական աշխատությունը վերջաբանում, նույն այդ գիտական աշխատությունը քանդում է այնպես, որ հիմա համարվում է աշխարհում երաշտագիտական մեկ ժողովրդական երգի վերլուծության ամենաբարձր նմուշը, ոչ ոք չի կարող բերել մի երգի վերլուծության սրանից եկող Բոլոր ձայնավորները բառի մեջ, որ ձայնավորը ինչպես է հնչում, քմքային ոնց, որ բառը ինչ է, յոհա ինչ է նշանակում, օ ասելով գլխի մեջ ինչ է մտածում, որ օ է ասում, հետո տենց է հնչում, ամբողջ քանդած հավաքածա թվային օրինաչափություններ, տաղաչափությունով եւ այլն, այդպես, որը միայն մասնագետի համար է։ Եվ հետո կա գեղարվեստական մասը վերջում, որ ասում է, չէ՞ որ
ժողովուրդը որ վարում էր եւ ծեսեր անում, մի գաղտնիք կար մեջը, բոլոր ծեսերի, եւ Հարսանյաց ծեսի, եւ Գութաներգի, դրանք ծեսեր են։ Ինքը կրկնօրինակում էր երկնքի գործողությունները։ Օրինակ ասենք հարսուփեսին, որ ամուսնացնում են, հարսը լուսիններ, փեսան արևը, դա ոնց որ արևի լուսնի ամուսնություններ։ Գութաներգը դա նա էր, որ հողը մայրն էր համարվում, դա ծնություններ, որ սերմը ցանում ես, Գութանը տղամարդն է։ Այսինքն Գութանը մայր հողը վարում էր, սերմը ցանում էին, որից հետո ծնում էր ցորենը եւ հաս թխելը արդեն զավակն էր, որ ծնվեց։ Եվ երկնքում կատարվում է նույն բանը, եւ Կոմիտասն ասում է երկնքում շարան ամպերը աստղերը վարում են երկինքը, կանչում են այնտեղ հովերը, ամբողջ վարը ասում է այդ տիեզերքը։ Իսկ ներքևում ասում է շինականը նայելով տիեզերքին, իր հացն է արարում, վարում, եւ շինականն է կանչում ասում է, ու իր ձայնին միանում են առվակ ամեն ինչը, եւ այդ շինականը կարար բառերը փոխել, որտեվ երբ որ լուսադեմին ասում է հանգարց այս երկողը տեսավ հարսերը ջուր են տանում, ինքը անմիջապես փոխեց միտքը, ասեց այն ջուրը տանող հարսին եմ ասում, հա, կամ ասում է գիշերը տեսավ մի լույս վառվեց, մտածեց որ մայրը լուսա վառե, որ երեխուն օրորի, ասեց այն ճրակը վարձող հարսին եմ ասում, հա, բոլորը ասում է ձայնակցեցին։ Եվ այդպես այդ երգը այդպես է։ Օրհինալ է Աստված, հիշալ է Աստված, Preregomesh, ho, taragomesh, ho, ragomesh, ho, Լուսացավ հա պարքեստեր աղբարին շատացավ հո Preregomesh ho taragomesh ho ragomesh ho Prerejan horolai sevojan Prugijan horolai kematach Horolai horolo Hoi du se la hoa Hoi ravela Ho tu se lav Եվ այդ երկու հիսնյակում միակ երգերը թակվորագովքերն են, որ նա բերել է նույն երգի 8 հատ։ Չի կարացել հրաժարվի, նույն երգից մեր թակվորին ինչ պիտի 8 հատ դրած է այդ շարքում։ Մենակ այդ մի երգ, բալը թակվորի մյուս երգերից։ Հա? Մեր թակվորներ խաչ բան։ Այսինքն դա չի կարացել այդքան հին են։ Չէ՞։ Թակավոր ինչ բերիմ քո նման, քո կանաչարևու նման, են արեգական որ կծաղկեր քու արևու նման Հիմա սա ինչ է, սա ինչ հարսանիք է, սա ոչ եվրոպացու, ոչ մեր իմացած հարսանիքն է, այդ հարսանիքը 7 օր գնում է այդպիսի խորհրդավոր երգերով։ Հարսանիքի ամենաաննշան օրը դա այն օրն է, որ հիմա անում են հարսանիք, այսինքն որ հավաքվել են Կերուխումի։ Դա եղել է ամենաաննշան, պսակի օրը արել են, եկել են այդ Կերուխումն են արել, որ արդեն ոնց որ հավաքվել, դա ամենաաննշան օրն է։ Ամենանշանավոր օրերը եղել են թակվորագովքերը հարսի տան, որ հարսի համար երկում հագցնում են, այդ երգերը եւ առագաստի հաջորդ օր արևին դիմավորելու երգը, որ բարձանում են կտուր, շնորհակալություն են ասում լույսին,
որ իրանց երկուսին միացրել է իրար արևը։ Բարձանում են առավոտ շուտ կտուր, քանի արևը չի ծագել, եւ սկսում են երգել Առավոտու դեմ կայներես, կանաչ կարմիր կապերես, կանաչ կարմիր կապերես, Աստված քե պահի բարով, վահե, 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 վահե Վահեն արևին էին ասում, կանչում են արևին, հետո որ լույսը բացվում է, արդեն երգում էին են առավոտում բարի լույս, առավոտում բարի լույս, Աստված պահե ամենուս, թող դուրս գա լույս թշնամուս, լորիկ, լորիկ, ուրեմն այս ելևեջը բոլոր երգերում կա եւ միշտ այս ելևեջը կապվում է արևի հետ։ Սա արևի ելևեջ է կոչվում, արևի կանչի։ Այս նույն ելևեջը կա կապվում է կանչի հետ, հեռու կանչի, միշտ արևի հետ եւ լույսի հետ։ Դա կա նարեկացու տաղերում հավուն դա կա օրորոցային երգերում աղվոր ես չունիս եւ բոլոր այդ հին երգերում պարտադիր արևի կանչի ելևեջը կա։ Դա այնա որ հայերը միշտ լուսաբացին հին նախքան քրիստոնեությունը դիմավորել են արևին եւ երգել են եւ այդ ելևեջը կա եկեղեցու արևագալի երգերում։ Ուրեմն հարսանյաց ծեսը մի պահ միայն նկարագրեմ, դա հարսի տանից տանելու երգն է։ Ամենախորհրդավոր պահերից մեկը հայկական հարսանյաց ծեսի, դա այն պահն է, որ պիտի հարսը աթոռից բարձրանա եւ հոր տանից դուրս գա։ Նա միջև այդ մի քանի օր ընկերուհիները իրան գովել են երգերով, ամեն շորը հագցնելուց երգել են այդ երգը, եղնիկ դու որ սարն ես արծել, ինքը պիտի ասի ասիս մասի սարն եմ արծել եւ այլն։ Եվ նա մեծացրել են մի աղջիկ, որը պիտի գնա մի ուրիշ գերդաստան, շարունակի ավանդույթը ժողովրդի։ Նա արդեն գիտի կարպետ գործել, նրան սովորացրել են գաղտնի նախշերը, որ ամեն հարս գիտի այդ նախշերը, հիմա մի աչքով են նայում դրան, բայց պատկերացրեք, երբ որ Ուրարտան պեղեցին ուրարտական մշակույթը, երբ որ հանեցին հայերը Լճաշենի դամբարանի ցնությունները, երբ որ պեղեցին 5000 տարվա մեծամոր եւ ուրիշ հնություններ, մնացին զարմացած, երբ որ տեսան, որ եւ 6000 տարվա ժառապատկերների վրա, որ այդ նախշերը այդ 17 տարեկան աղջիկների գորգած գործերում եղել է այն ժամանակ, երբ որ նրանք չէին պեղել այն ժամանակ, չկար, հայտնի չէր, Ուրարտու չկար այդ ժամանակ պեղված, բայց նրանց խալու գործածում կային այդ բոլոր սիմվոլները, այսինքն սրանք այս աղջիկները պահել էին հազարամյակների այդ խորհրդանիշերը, ինչպես պահել էին երգը, չէ որ Կոմիտասը ասում էր, որ հիմնականում հայ կանայք ու աղջիկներն են պահել մեր երգը, որովհետև ասում է տղամարդիկ դուրս ընկած երգում են քրդական ու թուրքական երգեր, բայց օջախի մեջի կինը ասում է, պահում է այդ օջախի կրակը, եւ Կոմիտասը խոնարհվում էր, օրինակ, եթե մեր պետությունը մի աղջկա արձան կանգնացնի, որի անունը եղել է Կողբեցի Թաքուշ, դա ավելի արժանի կլինի, քան շատ արձաններ, արդյոք չի կարելի կանգնացնել արձան մի հատ աղջկա Կողբեցի Թաքուշի ու գրել, որ սա այն աղջկա արձանն է, որի առաջ խոնարհվել է Կոմիտասը, որ միջև կյանքի վերջ հիշել է այս աղջկան, որ Կողբեցի այդ 16 տարեկան աղջիկը ինչպիսի ելևեջներով էր երգում եւ Սուրմալույում, որ ինքը թևաթափ է եղել, որ ոչ մի նոտա չի կարող դա գրանցել, անհնարին է գրանցել այդ երգի այդ խաղը, այդ բանը, ու մնացել է իր սրտի գրանցման մեջ։ Մի աղջիկ, որը կարող է պահի մի ամբողջ ազգի ավանդություն։ Եվ այդ հարցը, դա այդ հարցն է, որ պիտի գնա այն գերդաստան, որ տանի իր հոր։ Եվ հոր տնից գնում է եւ պիտի համբուրում է հոր օջախը։ Հոր օջախից մոխիր է վերցնում, որ պիտի տանի այն իր ամուսնու օջախում։ Եվ երբ որ
իրան ոտքի են հանում, ինքը չի կարողանում ոտքի կանգնի գնա, իսկապես չի կարող։ Իմ հետ տեղել է, ես հիշում եմ գյուղում ասում էր ոտներս չի բարձանում, իմ հորքուրի աղջիկը լոռիում։ Այդ պահին չի ոտքերը բարձանում որ գնա, պետք է իրան ոտքի հանեն, կա այդ ծեսը։ Դրա համար իր համար երգում են կանայք ելիր երգը, որի իմաստը նա է, որ ելիր եւ պիտի գնաս արդեն ուրիշ օջախ եւ արդեն երթիկը լուսացավ, արևը բացվեց եւ արդեն հարսնազն եկել է, ելիր եւ շատ գեղեցիկ երգ է, Ալաշկերտ։ Ելիր, երթիկ լուսացավ, ելիր, արև լուսացավ, տերևներ ժաժեկան, տերևներ թափան ախ, հարսնազն եկավերին կալերեն, հարսնազն եկավ վերին կալերեն, հինեն բերեցին ծտի թևերեն ախ, սահարեր ձորեր աղցածեցեք, սահարեր ձորեր աղցածեցեք, եկած կտանեն քո սրտեն մայրիկ ախ եւ այլն։ Սա երգելուց հետո հարսը խիստ ազդվում է այդ երգից եւ դուրս գալից արդեն երգում է իր երգը, որ հրաժեշտ է տալի հորը, մորը, քրոջը, եղբորը, ասում է եկած կտանեն ջոկած 7 եղբոր քուր, շատ ազդեցիկ բառը, 7 աղբոր քուր եկած ջոկած կտանեն։ Կոմիտաս Տուն հալալ մերիկ, տուն հալալ մերիկ, եկած կտանեն քու սրտե դալարիկ, տուն հալալ հերիկ, տուն հալալ հերիկ, եկած կտանեն քու սրտիկ դալարիկ։ Կան կատակ երգեր գիտեք, երբ որ տանում են թակվորի մերը, հարսի մերը տանը կրակը պտտացնում է, տան 4 կողմը վերցնում է ոնց որ թասի մեջ կրակ, ծխով պտտացնում եւ դուրս է գալի դիմավորելու, երգում են Թակվորի մեր դուսարի, տեսք է ինչեր ենք բերեր, թակվորի մեր դուսարի, քեզ ջուր բերող ենք բերեր, թակվորի մեր դուսարի, տեսք է ինչեր ենք բերեր, թակվորի մեր դուսարի, քեզ ճաշե փող ենք բերել, թակվորի մեր դուսարի, տեսք քեզ ինչեր ենք բերել, թակվորի մեր դուսարի, քետուն ավլող ենք բերել, թակվորի մեր դուսարի, տեսք է ինչեր ենք բերել, թակվորի մեր դուսարի, գլուխ դմբող ենք բերել։ Սա շուրշպար պարում են եւ վերջացնեմ ես հարսանյաց տեսի մասին եւ ասեմ, պատկերացրեք, Կոմիտասը գրառում է ողբեր գերեզմանի լացեր, գնում հետարքրվում է, այս լացողը ինչ է պատահել, այս ողբը ինչի է այս տեսակ եղանակը, իմանում է, որ սպանել են ամուսնուն, կինը երգում է,
իմանում է, որ մեկը նավով գնացել է, մի ուրիշ ողջ կա, հետարքրվում է, որ դուրս է եկել վանալիչպան կորել է, նավը հետ չի եկել։ Եվ սա իր կնոջ Սալաթ անունը, Սալաթի ողբն է։ Լացեր։ Գրառում է էպոսի երգերը։ Չէ որ Սրվանտյանցը երաժիշտ չէր, Սրվանտյանցը գրում է, որ կրպոն երգում էր եւ ուներ երկու աշակերտ, որոնց սովորացրել էր էպոսը, որ պատմեն։ Չէ որ էպոսը պատմել երգել են։ Էպոսը պատմել երգել են խմբերով, գողթանգուսանների ժամանակ շատ ճոխ, խաղացել են։ Բայց հետո որ մեր երկիրը դժվար վիճակների մեջ լծի տակ անգե օտար երկրների, այդ խմբերը քչացել են։ Դարել են 3 հոգի, 2 հոգի, հետո արդեն վարպետը աշակերտա ունեցել իրան օգնել, վերջում մնացել էր մի հատ բիձա։ Երբ որ արդեն բանը գրառում էր Գարեգին Սրվանտյանցը, արդեն մի հոգի էր պատմում։ Այդ մի հոգի վազում էր այստեղ իբր ինքը Իսլիմ Խաթուննա չոքելա Դավիթի առաջ, վազում էր այստեղ իբր ծիծա տալի Դավիթին, վազում էր իբր Ձենովոհաննա գոմշի կաշին քաշելա, իբր ինքը հետ Մսրա Մելիքնա զորքը ավակում, ինքը Դավիթնա, ինքը երեխենա, կնիկնա, հարսնա, կենթանինա, բոլորը մի մարդ էր, այդ մարդն էր վազում, գնում այստեղ այնտեղ։ Եվ դա պատմում էին օդաներում։ Ժողովուրդը բերանը բաց լսում էր։ Եվ Կոմիտասը գտավ այդ մարդկանց, որ էպոսի երգերը երգում էին։ Եվ տեսավ, որ այս էպոսի երգերը լրիվ յուրահատուկ են։ Իրանք շատ յուրահատուկ են, էպիկական են։ Էպոսի մեջի ողբն էլ է էպիկական, ամեն ինչ էպիկական է։ Եվ այդ երգերը կարծես ժանգոտ ժայռերի նման լինեն, որ թափվում անընդհատ, որովհետև այս էպոսը, որ մենք կարդում ենք հրատարակված, ինքը կիսատ է, ինքը երգերով է։ Եթե չկա իր պարը երգը, չկա ոնց որ են Թումանը ասում էր երաժշտությունը աշխարհում ամենասուրբ բանն է, Թումանի բառերն է, աշխարհում չկա ավելի մեծ ու սուրբ բան, քան երաժշտությունը։ Նույնիսկ բանաստեղծությանը, որ թևեր է տալի, որ թռնի, երաժշտությունը պետք է թևեր տա, որ բարձրանա թռնի, Թումանն էր ասում։ Եվ հա նույն այս էպոսում այդ թևերը, այդ երգերն էին։ Դառնամ զոր մինդիդամ Են ծովինարին Դառնամ զողոր մինդիդամ Են Բաղդասարին Դառնամ զողոր մինդիդամ Են Սանասարին Դառնանայամ զողոր մինդայտամ Տամ Սանասարին Դառնամ զողոր մինդիդամ Հազարող օրմին, Ձենովոհանին, Քերի Թորոսին, Են ջոջ մհերին։ Կամ գնում է Դավիթը իր թուրն է ուզում, զենքը հորողբորից, որ ասում է իմ հոր զենքը տու, պահանջում է, չէ՞։ Եվ նա Ձենովոհանը չէր ուզում տար, եւ երբ որ զինվում է, Ձենովոհանն էլ ափսոսում է, ասում ափսոս քուրկիկ ջալալին, ափսոս թուրք եծակին, ափսոս, չի ասում ափսոս Դավթին, որ գնում է Մելիքի հետ կռվի։ Զենք դրանն է ափսոսում։ Ու Դավիթը գալիս է, որ թրով հորողբորը խփի, ասում է, ափսոս, բանին Դավթին։ Հիմա զենքը ուզել է։ Թող ուրեմն հետարքիր բան է, այդ երգերի մեծ մասը վանե երգեր են, էպոսի։ Էպոսը ավելի շատ պատմել են վանեցիք Սաուսի Դավիթ եւ Վանի դուրը, Մհերի դուրը Վանում է, այդ 70 աստվածների ուրարտական սեպագրերով են։ Տոխարող բեր խերախոտ խարող բեր Գյոքեն է գուզիմ վրգյո գուզիմ խաչը պատերազմին Տոխարող բեր խերախոտ խարող բեր Գյոքեն է գուզիմ վրգյո գուզիմ Գուրգիգը ջալալին թամքնի սադաֆին Տոխարող բեր խերախոտ խարող բեր Գյոքեն է գուզիմ վրգյո գուզիմ Շալվարնի ոտինք, օշիկնի ոտինք, տասուր չեսի տակայնեմ խատրով զորով կարնեմ, սենց երկեր են, սենց երկելով պատմում է, ու բոլոր բասերը երկվել են, և ինքը գրառեց, և տեսա, որ այդ պատմողը, այդ ոնց գրանցեց նոտաներով, ընդհանրապես էպոս պատմողները խելագարի պես մարդիկ են, նա պատմում, հասնում են միտեղ, որ շունչը չի հերիքում, սկսում է ասերգել արդեն, ոչ թե խոսում է, այլ ասում ասենք, Դավիթ տսած,
հայ հրոխբեր, են ինչ կրակը կպնի ենտեղ, հոր բանը որ տենում է, չէ, հդիկ իմ հոր գերեզմաննի, սենց բան, հետո որ հասնում արդեն միտեղ, ասենք չի կարում էլ արտահայտի, այդտեղ է երգը պայթում, երգը գալիս է էպոսի այն տեղերը, որտեղ զգացմունքը շիկացած է եւ պատմողը չի կարող այլևս բանել, ասենք հերու տղա հանդիպել են, կռվում են, չի ճանաչում փոքր մերին Դավիթը իրար հետ կռվում են, խանդուց խանումը ընկել է մեջտեղ, բաժանի չեն լսում իրար, տալիս են իրար, կռվում, ասում է կռվան, հեր տղա, զարգեց իրան, բանոր, խանդուտն եկավ, որ արդեն ասես Դավիթ իմ Դավիթ, ախ Դավիթ, դու մի զարնիր մեր սիրո նորամանուկին, քո միակ որդին է մհեր, քո միակ որդին, բարձրից քսել, քո միակ որդին է մհեր, քո միակ որդին է մհեր, տա մհեր, դու մի զարնիր մեր թուխ մորուսին, եւ այլն։ Այսինքն այս երկերի ելևեջները գալիս է բարբառից։ Այսինքն իրանք արտասանությունն են, Սասունի բարբառը վերածված է երկի։ Խոսքում ինքը կասի դու մի զարնի։ Եթե դու դա դանդաղացնես, երբ դարձնես, կլինի այդ փոքր տերցյան։ Դու մի զարնիր, հա։ Այսինքն սա նույն բարբառի ելևեջներն է։ Դրա համար Կոմիտասը նաև բարբառն էր գրառում, բարբառը նոտագրում էր, բարբառի ինտոնացիաները, ամեն տեղի, լորվա այստեղ, որ այդտեղից լեզվից բխեցներ։ Եվ ահա այս բարբառի լեզվից բխեցրած շեդևրներից մեկն է Քելեր ցոլերը։ Քելեր ցոլերը ջավախքի երգ է, որը շատ նման է արտասանության։ Նույնիսկ պատմություն կա, որ երևի ճիշտ է, ճիշտ չի, գեղեցիկ, որ տղան աղջկայից սայլով գնում է, Կոմիտասը թաքնված, տղան սայլից իջնում, գնում է դեպի խոտի դեզը, որ բերի Գերանդինուսին, եւ աղջիկը արտասանում է համարյա, հազիվ երգելով եւ հազիվ լսելով նոտագրում է։ Ասում է թող արեգակ իմ մոտ արի, մի խանդում է արեգակին, էլի։ Տղան գնում է եւ փայլում է այդ արևի մեջ։ Եվ այս երգերը երգ չեն բառից բուն իմաստով։ Սրանք, որ ասում են բնության եւ ինչ որ անբացատրելի մի ուրիշ բան են, բնության օրենքներ են։ Քելեր ցոլեր իմ յարը արևի տակին քելեր ցոլեր իմ յարը սարի սովոր մենավոր շեք տղա շողարեգակ թողարեգակ եկ տղա սարի սովոր մենավոր շեք տղա շողարեգակ թողարեգակ եկ տղա քելեր ցոլեր իմ յարը աղբուրիակին քելեր ցոլեր իմ յարը ճանաչարվով եկ տղա շաղովարի բաղովարի շեք տղա դե սա սերա սեր հազվագյուտ իսկական սեր տիեզերական սեր այս ելևեջներով ձևակերպված այդպիսի մի սերա գութանը հաց են բերում երգը որը աղջիկը հաց է տանում գութանավորներին գնում է դաշտերով եւ այդ երգից երբ որ լսում ես այդ երգը անմիջապես տեսնում ես որ դա թաքուն գրառած երգ է այսինքն սա այն երգերից չի որ այս աղջիկը գիտի ասում ես երգի նա երգել է դաշտով գնալուց եւ այդ ձայնի ելևեջը որ երկար պահվել է երևում է որ ինքը հերրու է գութանավորները հերրու են ու ինքը իր համար երգում է որտեվ իր սիրած տղեն ընդ վարը անում եւ իր ձայնը այդ հերրու բառն է կանչում որ իրան չեն լսելու դրա համար երկար է պահում եւ անկախ նրանից ինչ բառ կասի այդ բառի նշանակությունը ես սիրում եմ
այդ տղային։ Նա ասում է ձուկը տապկած եմ բերում, բայց Ելևեջը ասում է ձուկը տապկած Գոթանը հաց եմ բերում, ձուկը տապկած եմ, ասում բարի իմաստը ինչ է, ձուկը տապկած ես բերում, դու ինչ ես ասում, ձուկը տապկած եմ բերում, հա, ասում սիրում եմ, Գոթանը հաց եմ բերում, երեսը բաց եմ բերում, տես քեզ որքան եմ սիրում, ձուկը տապկած եմ բերում, և ընդհանրապես, երբ որ գյուղացին երգում է, երբեք երգը չի կրկնում նույն ձևով երկրորդ տունը, որ հիմա շատ երգեր լսում ենք, նա անպայման փոխում է, Կոմիտասը պահում է մի տարբերակ վերցնում երգչախմբի համար, բայց ինքը ունի շարունակությունը, ինքը չի ասում, այս անգամ ասենք, բերում, Գոթանը հաց եմ բերում, կանչում է, չէ, երեսը բաց եմ բերում, և մի երգի մեջ կարող է երևան մի աշխարհ, որ սա Գերդաստանի աղջիկ է, որ այս աղջիկը ապահով ձեռքերի մեջ է, որ այս աղջիկը ապրում է մի հրաշք աշխարհում, Գերդաստանի մեջ, որ այս աղջիկը իր տարազն է հագել իր ազգային, որ երջանիկ է այս աղջիկը, որ երջանկության համար շատ բան պետք չի, և սիրո երգերից կերգեմ Չինարեսը ինչի համար, որ բացատրեմ ինչ բան է այդ մշակում ասած առանժիրովկա, ուրեմն Կոմիտասի համար մշակել երգ նշանակում է այն բաները, որ ինքը լսել էր այդ երգի մեջ և նոտան հերիք չի, որ ցույց տա, բացի այդ դնել ուրիշ հնչյուններ, որ այդ նույն երգը երևա, այսինքն այդ հնչյունները մշակած, այդ նույն երգի մեջից են, այդ հնչյունները նորից գրանցում են, ավելի մանրամասն գրանցում են ֆոլկլորի, չէ որ այդ երգը, որ ինքը բեմ էր հանում, այդ երգը որբ էր մնում բեմի վրա, ֆրակով նստած մարդիկ լսում են, բեմի վրա Գոթանը հաց եմ տանում երգը, պատկերացրեք, մարդիկ եկել են Թիֆլիսում, միլիոնատերեր, նավթահանք, բան, նստել են, Գոթանը հաց եմ բերում երգնաճում, ինքը այդ բազմաձայնության ձայները, որ դնում էր, այդ մի ձայնը արտահայտում էր նախշը գոգնոցի, այս մյուս ձայնը այդ բնության երկինքն էր, բաց, ինքը միշտ ասում էր, այդ տարածության վրա շատ էր աշխատում, որ տարածությունը ստանա, օրինակ Հովարեկ երգում ասում էր, որ էլի չարչարվեն, որ տարածությունը ստանան, որտև այդ երգի ժամանակ բանը տարածությունը մեծ էր, այս ծերի ծենծերը, դրա համար իր մշակումների մեջ, ասենք, սայլի երգի մեջ, երգում է, մեկ էլ արձագանքն է գնում, ձորերի արձագանքը դրել է, որովհետև ինքը լսել է, որ արձագանքում են ձորերը, բայց հիմա հանել է երգը ճիշտ երգում են, այդ երգը սենց է բեմից, արձագանքն ուր է, չկա, դրել է այն ձայներում, այսինքն մարդիկ չեն հասկանում, ասում է, արի բան անենք, ջազ սարքենք այս երգը, դու մեղեդին ես ջազ սարքում, շփոթվում ես, երգը մեղեդին չի, երգը այդ նոտագրած Չինարեսը դա չի, Չինարեսը այդ զգացմունքն է, դու կարող ես գրես ավանգարդ երաժշտություն մեղեդի չլինի, ձեռներ, բայց զգաս Չինարեսը, զգաս, կարող է գիտությունը զարգանա, ձեռիդ մի հատ հոսանք միացնեն, Չինարեսը զգաս, կարող է նկարիչը նկարի Չինարեսը, և դա ավելի Չինարես լինի, քան այդ մեղեդին առանժիրովկա, ոնց որ ասում են արած, դասական երաժշտությունը ինչով է տարբերում երաժշտության նման որոշ բանի, բնության մեջ կա տերև, որ միկրոսկոպով նայում են, անվերջ է, և մինչև այսօր քիմիկոսները աշխարհը դեռ չգիտեն տերևի մեջ ինչ կա, չէ՞։ Մի լուցկու չոփը կարա եռացնի ամբողջ օվկիանոսը, չգիտեմ քանի 100 աստիճան, այդ հայտնի բան է, այդքան էներգիա կա մեջը։ Դա է դասական երաժշտություն, և կա արհեստական տերև, որ թվում է լավն է, այս ինչ լավ երաժշտություն է, մեղեդի, բայց ինքը սլուդայից այդ հերվից չի երևում, նման են իրար։ Մոցարտն ասում էր, այն մեղեդին, որ ծնվում է իմ գլխում, կարա ծնվի յուրաքանչյուր մարդու գլխում,
Բայց դրանից ինչ կանես, այդ մենակ ես գիտեմ, որ կարա դրանից կառուցի այդ ճարտարապետական աշխարհը սկզբից մինչև վերջ, կատարյալ, որ մի հատ նոտա հանես կքանդվի, եւ դա գրվել է առանց ջնջումի, իրար հետևից նոտաներով, արի մի հավատա, որ թելադրում են առանց ջնջումի, եւ որ ասում են Մոցարտ, սիրում եմ Մոցարտ, այդպես չի, այդ երաժշտությունները անծայրածիր խորք չհասկացված միջև այսօր բաներ են, ես իմ կարծիք չհասկացված միջև այսօր, այդ տղան 600 հատոր ա գրել, եթե դուք նայեք Չինարեսի նոտային, 3 քառորդ երկար պահված մի նոտա ա գրած, որ ասում է Չինարես կերանալ մի յար, այս նոտան պահված ա, ուրիշ բան չկա, նոտա ա, բայց այդ նոտայի մեջ չէ, իշքան բան կա, նոտան չի ցույց տալի այդ երգը, նոտան կմախքա, եթե դու չունենաս այդ երգի բանալին, չիմանաս, հայ չլինես, դու չես իմանա այդ երգը ոնց երգել, նոտան քեզ չի օգնի, դրա համար էլ սխալ են երգում, ես Ռումինիայում լսի հայտնի երգչուհի, ինքը ճիշտ երգում էր քելեն, բայց իմացել էր շանսոնը ասենք, երգում էր քելքի մեր, ես որ բարձած ասի մի հատ երգեմ, երգեցի քելքի ծիրավոր նորիկ, ասում է նույն նոտաներն ես երգում, հա, ասում եմ, բայց լրիվ ուրիշ բան ա, այսինքն նոտան չի երգը, որ շփոթում են, եւ եթե Կոմիտասը լսած չլինի այդ երգը, մենք նոտայով չենք իմանա ինքը ինչա լսել, բավական չի, այսօր էպոսը, որ ես գրում էի 110 համար գրեցի, ձայնագրեցի, ես 20 տարի այդ երգերը որոշեմ հասկանամ ոնց են երգել, նոտանից հերիք չի, որ ես դնեմ այդ նոտան, թե իբր մշակում եմ, եւ Չինարեսը նա տեսել է, որ ալիք կա երգողի մեջ, որ երգող ասում է Չինարենա կերա անընդհատ ալիք ա գնում յար ինքը այդ ալիքը դրել է դաշնամուրի վրա, որ միանալով երգին իր դաշնամուրի նվագակցությունը ավելի է Չինարեսին բացել մեր համար, որ տենանք այդ երգը ինչ է։
Եվ երկելուց պիտի միշտ Կոմիտասն ասում էր պատկերացնես։ Ես ասենք պատկերացնում եմ, որ կալերով մի աղջիկ հեռանում է, անընդհատ հեռանում գնում է։ Ամեն երգի մեջ կա մի գաղտնիք։ Բնական երգը իր մեջ մի բնության օրենք ունի, որ ապրում է։ Կա մի ալիք։ Օրինակ Հոյնազանի մեջ կա պտույտի գաղափարը, ընդհանրապես արևը, չգիտեմ, մոլորակները պտտվում են, մեր մոլորակը պտտվում է, բարելուց շրջան են բռնում, եւ այդ երգի մեջ կա պտույտը կա, պտտվում է։ Հոյ նազանիմ, նազանիմ ջան, նազանիմ, նազանիմ, յարջան, եւ Կոմիտասը նվագակցությունը որ գրել է, պտտվում է։ Ասենք Գարունայի մեջ կա մի ալիք, որ բնության մեջ ծովի ալիքներն են, կա միշտ ալիք կա։ Օրինակ Գարունայի երգը ինչով է զարմանալի, ինքը մի քանի նոտայից է բաղկացած, ինչու է մի ամբողջ ժողովրդի ուզում, անհայտ է։ Ասենք դա իհարկե չեն երգել այնպես ոնց որ դուք լսում եք, որովհետև Կոմիտասը գիտեր, որ դրա տակ թաքնված է հին ելևեջը։ Ասենք դա ժողացինք երկեր գարունա ձունա արել վայլելե վայլելե վայլելելելե եւ որևէ ֆոլկլորի գրառող մարդ կասեր սովորական երգ է, շատ սովորական։ Եվ մյուս տարբերակում են ֆորշլագարել վայլելե մի հատ էլ ուրիշ գրառել է գարունա ձունա արել վայլելե վայլե Նա էսրա սկիզբը եւ նրա վերջը միացրել է իրար։ Եվ երբ որ դանդաղացրել է, տեսել է, որ այս երգը հրաշք դարձավ, սրա մեջ մի անբացատրելի է դա, ինչն է պայել։ Եվ ինքը երբ որ մարդիկ էին գալի իր մոտ, երգում էր բոլոր երգերը, ահագին, ասում էր, ասեք, որն եք հավանել։ Ինքը հաշվի էր առնում։ Ասենք մարդը ասում էր, ես հավանել եմ համար 1, 10 էսի երգերը, մի ուրիշն էլ պարզա ուրիշ տի հավանի, չէ՞, ճաշակին ընկեր չկա։ Բայց նա տեսնում էր, որ կան երգեր, որ բոլորի ցուցակում կա։ Բոլորի ցուցակում կա, Ալագյազը, Գարունա, Չինարեսը, Քելեքելեն, մյուսը։ Դու գիտեք իր համար հեշտ է եղել ընտրելը, որ իմանա էս sense-ը։ Երբ որ մեջն ես բոլորը սիրում ես։ Չես կարող։ Եվ ահա Գարունա որ Գարունա Ծունա արել վայլելե վայլելե վայլելելե Սա աղջկա երգա, որին բամբասել են եւ տղան հրաժարվել է իրանից, հավեց սիրո։ Եվ այս երգը մի ամբողջ ժողովրդի համար դարձավ եւ Կոմիտասի երգերի մեծ մասը աշխուժ երգեր են, մեծ մասը։ Առույգ, աշխուժ, հզոր, պարերքեր, հեթանոսական պարեր, տաճարային պարեր, ոնց որ Կարնո շորորը, Մշո շորորը եւ ես թվարկեցի, չէ՞, վաղ ժանրերը, մանկական երգեր, որը ցույց է տալի մեր մանուկների հոգեկան աշխարհը, ինչով են խաղացել։ Ուրեմն վիպերքերը ասեցի, պանդուխտի երգեր, Անտոնի եւ այլն, բնության երգեր, ուրեմն ռազմական երգեր, ուրեմն աշխատանքի տարբեր երգեր, աշկով կթելու, չգիտեմ, էծ կթելու եւ այլն, խաղողի, հարսանյաց ծեսի երգեր, վարդավառի երգեր, ուխտագնացության երգեր, բարեկենդանի երգեր, Կացեք, տեսեք, ով ակերել, էծը բարեկենդանին գիտեք, չի, բարեկենդան ասում էր խելքս գլխիցս թռելա բարեկենդանա, հայրը դա հեթանոսությունից ունեին այդ տոնը, ինչ ուզում անում էին, ասենք, կարալ դա աշակերտները գնում դասատուին բռնում էին, են խիստ դասատուին, որ դողում են առաջին, պարկասնում են դիվանին ճիպոտով ոտներին ծեծում, ու դասատուն բան չէր կար ասել, կամ աբեղան թռնում էր տերտերի շալակը, որ թույլա աբեղա թողը արդեն այդ հաշիվ չէր, տերտեր, մեր տեր, բարեկենդանի օրերը պառավին կարար ասել, այ պառավ, ոնց որ կախար դլնես, փոքր երեխեն, որ տիրանք չունի տես բան ասելու։ Եվ պարի ժամանակ կարային ջայել աղջիկ տղա ձեռքները բռնել իրար, ամիջապես, եւ երկար մնալ իրար հետ բոլորով, եւ ոչ մի ծեր մարդ, որ ուրիշ ժամանակ նկատողություն կաներ, դու գնա քո տունը, դուք հենց որ փորձեր նկատողություն անել, բոլորը ձեռ կառնեին, ճիպոտով էլ խփեին, ոչ մի բան չէր կարող։
բարեկենդան, այդ օրենքը պայել է, միջև բարեկենդանը պրծնի։ Եվ բարեկենդանին մեկը այծի միրուքով, պոզեր դրած, մորթի հագած, մտնում էր հանգարծոդան, երեխեքին վախացնում, սև, ամբողջ մրի մեջ, փառնում սրան, դրան քաշքշում, երեխեքը փախնում են մոր փեշի տակ, բան եւ այդ կենթանական երգերը գալիս են այդ հին ժամանակներից։ Կացեք տեսեք ով ակերել է, կացին տեսան Gelna kerelece, etzver gilun gelvericun, iknaki ga taknaku ga veresku ga halale, çalale, esçiş baritari erekav goverme, hay goverme, Katsek desek ova kerel gel, katsin tesan aşna kerel gel, arçnu gele gelunu etzunu tupa zez bareken tan, mez barizatik, Katsek desek ova kerel arç, katsin tesan turna kerel arç, turnu arç arçnu gele gelunu etzunu tupa zez bareken tan, Մեզ բարիզատիկ, կացեք տեսեք ով ա կերել, ինչը թուրը, կացին տեսան ժագնա կերել թուրը, ժանգրու թուրը, թուրունու արջը արջնու գելնու էծնու թուպը ձեզ բարեկենթան, մեզ բարիզատիկ, կացեք տեսեք ով ա կերել ժանգը, կացին տեսան հողնա կերել ժանգը, հողնու ժանգը, ժանգրու թուրը, թուրունու արջը արջնու գելնու էծնու թուպը ձեզ բարեկենթան, մեզ բարիզատիկ, Կացեք տեսեք ով ա կերել հողը, կացին տեսան օծնա կերել հողը, օծնու հողը, հողնու ժանգը, ժանգնու թուրը, թուրունու արջը արջնու գելնու էծնու թուպը ձեզ բարեկենթան, մեզ բարիզատիկ, Կացեք տեսեք ով ա կերել օծը, կացին տեսան փետնա կերել օծը, փետնու օծը, օծնու հողը, հողնու ժանգը, ժանգնու թուրը, թուրունու արջը արջնու գելնու էծնու թուպը ձեզ բարեկենթան, մեզ բարիզատիկ, Կացեք տեսեք ով ա կերել փետը, կացին տեսան կրակնա կերել փետը, կրակնու փետը Պետրու օծնու հողը հողնու ժանգը ժանգրու թուրունու արջաշնու գելնու էծնու թուպը ձեզ բարեկենթան մեզ բարիզատիկ Այս երգը երկար ա գնում Այս երգը գնում ա այնքան ինչքան շունչ ունես էլի Հետո կրակին ջուրը կուտի եւ այլն վերջում հարսը բոլորին ուտում ա ինչպես միջև այսօր Նորմալ ավանդությունը պահպանված է Ես ուզում եմ եզրափակենք այսքանով, որովհետև այս թեման մեր մշակույթի երաժշտության այնքան մեծ է, որ կարելի է այսպիսի մի դասախոսություն կարդալ եւ ինչ որ այստեղ ասվեց ոչինչ չասվի։ Այս ոչ մի բան չկրկնվի եւ լինի ավելի հետաքրքիր, պատկերացրեք այդպես է, որովհետև մեր մշակույթը, ոչ թե երաժշտությունը, հին հազարամյակների Ամեն ինչ շատ պահպանվել է մեր երաժշտության միջոցով, երաժշտության լեզվով, ճարտարապետություն, պար, գորգ եւ այլն, դրանք լեզուներ են, խոսելու լեզու։ Բոլորը նույն բանն են պատմում, մեր էպոսը, մեր երգը, Հռիփսիմեի տաճարի ճարտարապետությունը, մեր խալին, գորգը, մեր նույն բանն են։ Պարզապես նա ճարտարապետության լեզվով է Սա խոսելու հեքիաթի լեզվով, սա երաժշտության լեզվով, բայց ոգին նույնն է, եթե բայց մեր մշակույթը մեծ մասը կորել է, այսինքն քրիստոնեության ժամանակ, երբ որ ընդունվեց ցավոք սրտի մենք հույների պես հույները չայրեցին իրաց տաճարները, չայրեցին իրաց մշակույթը, մեր մոտ ոչնչացվեց եւ խորենացին թվարկումը մի բան, որ կլիներ մոտ 20 հատոր։ Նա ասում է, որ Գողթան գուսանները պատմում էին նույնիսկ անկախ Աստվածաշնչից ջրեղեղի առասպելը ամբողջ եւ միակ ճյուղն է հայ եկեղեցին միակը աշխարհում որը չնայելով Աստվածաշնչին թվարկում է Նոյի սերունդները իր ճյուղով միջև բանը Արամ թագավոր միջև Հայք եւ այլն կար Հայկի որդիներ Նոյից իսկ Նոյը ծնեց սրան նա ծնեց սրան նա ծնեց սրան այդպիսի բան ոչ մի եկեղեցու չկա բոլոր տեղերը Աստվածաշնչը Նոյը ծնեց նա ծնեց նա ծնեց Աբրահամին Աբրահամ բարին եւ սկիզբը կա մի քանի հատ չէ Աբետոստե եւ բան ու վերջ կտրվում է Եվ խորենացին ասում է, այս բոլորը պատմում են Գողթան գուսանները, միջև բաները, այդ սերունդներով։ Մեր այս հարստությունը, որ Կոմիտասի նախնիկ պատմել են գող, դա կորավ, ամբողջ այդ բանահյուսությունը, ճարտարապետությունը քանդվեց, այսօր Մուսասիրի տաճարի պատկերն են քթել, նայում են, ասում են, հեսա ասորիները գծել են, ոնց են թալանս հեցա եղել, այսօր Չաթալ բանում Ալփին թեփե կոչված Թուրքիայի վայրում Ուրարտական այսիշ տաճարն են փորձում վերականգնել այսպես երկար եղել, վերականգնում են դեռ հիմքերն է, այսօր այդպես, բայց մեր երաժշտության լեզվով պահպանվել է մեր հնագույն Կոմիտասի լեզվով ասած, երբ հայ ժողովուրդը ծնունդ առե,
այն ժամանակվանից մինչև այսօրվա բանը ելևէջները մեր երաժշտության մեջ։ Այսինքն մենք մի լեզվով ունենք մեր հին մշակույթը, բայց հայերը ագահ են, չէ, ուզում ամեն ինչ ունենան։ Հիմա բուրգերն ենք մենք սարքել, ախպեր, դու երաժշտություն ես, չկա, չէ, եգիպտական երաժշտություն, դու էլ սա ես բայր, չկա, եգիպտական երաժշտությունը կորած է, շումերական երաժշտություն չկա, հեթիթական երաժշտությունը չկա, աքադական երաժշտությունը չկա, հաստատ մեծ, հզոր երաժշտություններն չկան, վերացել ես, դա ես բայր, բայց կան շումերական գրականությունը, եգիպտական գրականությունը, ճարտարապետությունը, գիտությունը, հիմա մենք Կոմիտասի շնորհիվ ունեցանք, եթե չլիներ Կոմիտասը, ինչ կլիներ, մենք կունենայինք էլի ընտիր երաժշտություն, բայց հանեք մինուս մի քանի բազմապատման աղյուսակով 100, այլևս չկրկնվեցին այդ երգերը, որ ինքը գտավ, այսօր ակադեմիան ունի գրառած 25,000 նմուշ, որովհետև երբ որ արևմտահայերը եկան Արևելյան Հայաստան 20-ական թվականներին, 30-ական թվականներին հայերը լծվեցին ձայնագրելու նրանց, բոլորին այն վաղ պատիֆոնի պես բան կար, ձայնագրեցին, 10,000 նմուշ կա կոնսերվատորիայում, 10,000, այսինքն մենք ունենք 30,000 ժողովրդական երգի պարի նմուշ ձայնագրած արխիվներում, հիմա հատորներով տպում են, հիմա ակադեմիան տպել է 14 հատոր մոտավորապես, ես հիմա կազմում էի հայ երգերի ընտրանի 300 երգի, որ պետքա ձայնագրվի, ուզում եմ ոսկե ֆոնդ ձայնագրվի, որ ամբողջ աշխարհը լսի 300 երգ, ես այդ 12 հատորից մի հատ երգ չեմ կարողացել ընտրել, չնայած լավ են, եթե չլիներ մենք ունենայինք հրաշալի ֆոլկլոր, հրաշալի երաժշտություն, բայց ոչ այդ մեծը և այդ հինը, մենք դա չէինք ունենալ։